Դուք որևէ հաջողության եք հասել, բոլորը ձեզ գովում են, շնորհավորում են, իսկ ներքին քննադատն ասում է. «Սա պատահականություն էր, որ դու հաջողության հասար, ափսոս բոլորը շուտով կիմանան, որ դու դրան արժանի չէիր»։ Ծանոթ իրավիճակ է։ Այո, մեր ներքին քննադատը շատ հաճախ մեզ խանգարում է, որպեսզի մենք կարողանանք արժևորել մեր ունեցած հաղթանակները եւ արժևորել մեր անձը։ Ուզում եմ ձեզ պատմել 3 գործիքների մասին, պարզ գործիքներ, որոնք կօգնեն որոշակի հեռավորություն պահել եւ ճիշտ հարաբերություններ կառուցել ձեր ներքին քննադատի հետ։ Հիշեք, ձեր ներքին քննադատը դա դուք չեք։ Դա ընդհանրապես մեր ներքին մասերից մեկն է, որը շատ հաճախ փորձում է մեզ հեռու պահել սխալվելուց, ցավելուց, սակայն իրականում խանգարում է մեզ հանգիստ ապրել եւ վայելել մեր հաղթանակները։ Հենց այդ պատճառով առաջարկում եմ նրան որևէ անուն տալ ու սկսել նրա հետ շփվել, հա, օրինակ, պարոն կասկածամիտ, եւ ամեն անգամ, երբ որ նա սկսում է ձեզ քննադատել, կարող եք ասել. «Ես քեզ լսեցի, պարոն կասկածամիտ, բայց միևնույնն է, ես գնում եմ այլ ճանապարհով»։ Շատ կարևոր է ունենաք որևէ թղթապանակում, որևէ ձեր հեռախոսում կամ որևէ այլտեղ հավաքագրած ձեր հաղթանակները, որպեսզի ամեն անգամ, երբ քննադատը արթնանում է, դուք հիշեք այն ճանապարհը, որով անցել եք եւ այն հաղթանակները, որ ունեցել եք։ Քանի որ երբ կան փաստեր, քննադատին ավելի դժվար է ճնշել ձեզ։ Եվ ամենակարևորը, հրաժարվեք, պետք է պարտավոր է ավելի լավ լինել ձևակերպումներից։ Այսօր այսքան եմ կարողանում անել, վաղը ավելի լավ կանեմ։ Ես կարող եմ սխալվել, բայց ես գնում եմ աճի ճանապարհով։ Եվ երբ պարոն կասկածամիտը ամեն անգամ վերադառնում է, իրեն հիշեցրեք, որ ես կարող եմ վաղն ամեն ինչ ավելի լավ անել, բայց դրանից ես այսօր ավելի վատը չեմ դառնում։ Իսկ եթե ինքնուրույն չի ստացվում աշխատել ձեր ներքին ինքնակնդատի հետ եւ դուք ունեք մասնագիտական միջամտության կարիք, կարող եք դիմել քոուչինգային աշխատանքի օգնությանը եւ մենք միասին կաշխատենք ձեր համոզմունքները հաղթահարելու ուղղությամբ։